The result of the voting ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Գազայում խաղաղության ծրագրի բանաձևը։ Ըստ փաստաթղթի թույլատրվում է անցում կատարել Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլին, որը ներառում է Գազայի ապառազմականացման համար միջազգային կայունացման ուժերի ստեղծում եւ անցումային կառավարման մարմինների ձևավորում։ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը քվեարկել են կողմ։ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել, սակայն չեն կիրառել վետոյի իրավունքը։ Ծրագրում շատ կետեր խնդրահարույց են մնացել եւ դարձել անհամաձայնության պատճառ։ Բանաձևի ընդունումից անմիջապես հետո Համասը մերժել է այն, հայտարարելով, որ փաստաթուղթը չի պաշտպանում պաղեստինյան ժողովրդի իրավունքներն ու պահանջները։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը գրել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայում Համասի առաջնորդ Խալիլ Ալ-Հայայի հետ։ Well, look, Abraham Accords are big. I'm flying back